ինչպես մեկ փայլուն մետաղը կարող է խլել հազարավոր մարդկանց բանականությունը։ Խոսքը 1848 թվականին սկսված Կալիֆոռնիայի ոսկե տենդի և վայրի արևմուտքի դաժան օրենքների մասին է։ Ամեն ինչ սկսվեց Ջոն Սաթերի սղոցարանում գտնված ընդամենը մի քանի ոսկե հատիկներից։ Այդ լուրը կայծակի պես տարածվեց ամբողջ աշխարհում։ 100 հազարավոր մարդիկ, ագարակատերեր, ուսուցիչներ և արկածախնդիրներ թողեցին իրենց տները, ընտանիքները և մեկնեցին դեպի արևմուտք, հույս ունենալով մեկ գիշերվա մեջ դառնալ միլիոնատեր։ Ընդամենը 2 տարվա ընթացքում Սան Ֆրանցիսկոն փոքրիկ գյուղակից վերածվեց տասնյակ հազարավոր բնակիչներ ունեցող քաոսային քաղաքի, որտեղ հարյուրավոր նավեր լքվում էին հենց նավահանգստում, քանի որ նավաստիները փախչում էին ոսկի փնտրելու։ Բայց ոսկու ճանապարհը կառուցված էր կոտրված ճակատագրերի վրա։ Շատերը զոհվեցին ճանապարհին, հիվանդություններից և սովից, իսկ կովբոյների ու ոսկեխույզների փոշոտ ճամբարներում չկար օրենք։ Կային միայն խաբեություն, կողոպուտ և գոյատևման դաժան կանոններ։ Ոսկին կուրացնում էր նրանց աչքերը, ստիպելով մոռանալ մարդկային արժեքների մասին։ Պատմության ամենադառը հեգնանքն այն էր, որ հենց ինքը, Ջոն Սաթերը, ում հողում գտել էին առաջին ոսկին, մահացավ սնանկացած և լքված։ Ամենաշատը հարստացան ոչ թե ոսկի արդյունահանողները, այլ նրանց բահեր, վրաններ վաճառողներն ու երկաթուղի կառուցողները։ Ոսկե տենդը ընդմիշտ փոխեց Ամերիկայի դեմքը և ապացուցեց, որ իսկական հարստությունը հողի տակ չէ, այլ այն ստեղծելու խելամտության մեջ։ Սա վայրի արևմուտքի ամենամեծ և դառը դասն է։